սիրելի ներկաներ, ինչ-որ շատ հատուկ խոսք կամ հատուկ գրություն չեմ պատրաստել խոսելու համար, բնականաբար առաջինը շատ շնորհակալ եմ, որ էստեղ եք, իմ սիրելի մարդիկ եք գալիս են, շատ շնորհակալ եմ, որ եկել եք, ժամանակ եք գտել, շատ շնորհակալ եմ, որ գնահատում եք ու շատ շնորհակալ եմ, որ առհասարակ կաք։ Եվ ամենակարևոր հարցը, որը հնչում է, ինչու գույնն անգույնում, դե ցուցահանդեսի վերնագիրն այդպիսին է, որովհետև շատ հաճախ մենք անկախ մեր կամքից հայտնվում ենք ինչ-որ անգույն իրավիճակներում ու ուզում ենք գույն գտնել, ուզում ենք ինչ-որ մեկը մեզ տա այդ գույնը, ուզում ենք ինչ-որ մի տեղում տեսնել, փնտրել, բայց արի ու տես, որ շատ ժամանակ այդ գույնը ինքներս մենք պետք է մեզ համար բերենք, պեղենք, ինչ-որ մի տեղից գտնենք։ Ինչպիսի տպավորություններ առաջացան ցուցահանդեսը դիտելիս։ Շատ դրական, ջերմ մթնոլորտ է, այստեղ Էլինեին վաղուց գիտեմ, տաղանդավոր հայուհի կարող եմ ասել եւ հիացած եմ իր տաղանդով։ Դե իհարկե առաջին հերթին գրավեցին գույները, ինչպես կանխատեսել էի, շատ գեղեցիկ շարք նկարների, անսպասելի չէր, իհարկե սպասված էր, բայց ոնց որ սպասումներիցս ավելին տեսա, ու շատ տպավորված եմ։ Ցուցահանդեսը առաջին անգամը չի, որ ես դիտում եմ, որովհետև ստեղծման process-ի ընթացքում ես անընդհատ Էլինի կողքն եմ եղել, որովհետև հիմա կարող եմ կիսվել իմ էմոցիաներով, թե ինչ է զգում 21 տարվա ընկերուհին, ով իր ընկերուհուս հենց շատ մեծ աշխատանքը տեսնում է, ես միայն կասեմ, որ հպարտություն եմ զգում, ես էլ Էլինն էլ միշտ իրարով հպարտանում ենք ու դա մեզ համար շատ մեծ աջակցություն է, Էլինի ստեղծած յուրաքանչյուր կտավ, յուրաքանչյուր աշխատանք, ինչը որ ինքը կատարում է, ինձ համար միշտ շատ բարձր տեղում է, որովհետև ես տեսնում եմ, թե ինքը ինչքան ջանք ու եռանդ ժամանակ, ամենակարևոր բաներից մեկը ժամանակ է դրա մեջ դնում։ Նախ ես ուզում եմ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել այս շատ լավ նախաձեռնության համար։ Սովորաբար վերջին տարիներին մարտի 1-ը ասոցացվում է ուրիշ իրադարձությունների հետ եւ այս իրադարձությունը գալիս է կոտրելու դա եւ իսկապես գարուն բերելու մեր հոգիներին եւ այս հետաքրքիր միջավայրը հենց դրա առհավատչան է։ Ես տեսնում եմ նաեւ այստեղ շատ յուրահատուկ ձեռագիր, որը Գառնան Զարթոնքի հետ կարող է ասոցացնել եւ տեսնում եմ նաեւ այնպիսի մարդիկ, որոնք շրջապատում են հեղինակին եւ մտածում եմ նրա հետևից գնալու են մեր հասարակությանը բերելու գարուններ։ Ճիշտ ասած վաղուց եմ հետևում իրարվեստին, բայց առաջին անգամ է, որ առիթ ունեմ անմիջականորեն ներկա լինելու ցուցահանդեսին։ Ամենաշատը, որ հավանում եմ, այն է, որ ինքը նաեւ արվեստը բերում է շատ կիրառական տիրույթ, այսինքն նաև հագուստների վրա է շատ գեղեցիկ նկարներ ստանում, որը թույլ է տալիս ավելի լայն մասաներին շփվել բարձր արվեստի հետ։ Կարծում եմ մեր օրերում դա կարևոր է։ Տպավորությունները լավ էին, այսպես ասած, տպավորիչ, բայց քանի որ սա արդեն թվով երկրորդ ցուցահանդեսն է Էլինեի, ավելի սպասված էր, քան առաջինը, այսինքն որպես Էլինեի քույր, ինչ-որ չափով նաև տեղեկացված եմ, ինչ պետք է այստեղ դրվեր, բայց իհարկե կան նկարներ, որոնք ինձ համար են նորություն, այսպես ասած անակնկալ էր պահված, բայց նույնիսկ զարմացա, երբ իմացա, որ մարտի 1-ին կրկին ցուցահանդես է պատրաստում, որովհետև կրկին անգամ նշեմ, որ անակնկալ էր մեզ համար, բայց ինչ-որ չափով սպասված, այսինքն եթե համեմատենք առաջին ու երկրորդի սպասելիքներն ու ակնկալիքները, առաջինը որպես այդպիսին անդրանիկ ցուցահանդես ավելի հուզիչ էր, քան երկրորդը, բայց իհարկե երկրորդն էլ ավելի պատվաբեր է ինձ համար լինել Էլինեի քույրը եւ մասնակցել նրա երկրորդ ցուցահանդեսին, հուսով եմ սա կկրի շարունակական բնույթ,
ու իր երազանքն է, որ ցուցահանդես ունենա Միլանում։ Հուսամ, որ իր երազանքը կկատարվի եւ մյուսին բոլորովս միասին ներկա կգտնվենք Միլանի իր ցուցադրությանը։ Ցուցադրված հագուստներից կա ինչ-որ մեկը, որ առանձնահատուկ կերպով հավանեցիք։ Շատ կիտրոն տարբերակը իմ ամենասիրելին է ու միշտ հավանել եմ այդ հագուստը ու ապագայում ձեռք եմ բերելու։ Գիտեք, շատ խառը զգացողություններ կան, բայց սրտի թերթիր է առաջանում, երբ նայում ենք ստեղծագործություններին, լույս կա, բարություն կա, գույների գամման շատ հետաքրքիր է եւ շատ բան է ասում։ Ես կուզենայի այդ գիծը շարունակեր հեղինակը, շարունակեր եւ վարակեր այդ իր լավատեսությամբ նաեւ իր շրջապատին ողջ հասարակությանը գարնանային այսօրը։ Առանձնահատուկ կերպով հավանելու եմ այն կտավը, որը ինքը ինձ է նվիրելու իմ տան համար։ Բայց երևի նշեմ ջունգլիները, որը շատ եմ սիրում ու իր բոլոր այսպես աղջկան կնոջը ներկայացնող նկարները, որտեղ ես գիտեմ, թե ինքը ինչա տեսնում ու ինչա ուզում, որ այնտեղ լինի։ Ներկայացված ստեղծագործություններից ո՞րն է ձեզ համար առանձնահատուկը եւ ինչու։ Առանձնահատուկը կարող եմ ասել, որ ավելի շատ ուղղություն որպես նշեմ, այս վիտրաժային ստեղծագործություններն եմ ավելի նախընտրում ու գույները, որոնք ավելի ярկ են երևում իմ համար, քան կտավի վրա, դրա համար կոնկրետ մեկը չնշեմ, բայց ավելի վիտրաժային ստեղծագործություններն եմ հավանում։ Նու կարամ ասեմ, որ շատ ստեղծագործությունների ներկա եմ եղել հենց արվեստանոցում, որ միտք ունեցել, երբեմն եղել է, որ քննարկել ենք միասին այդ ստեղծագործությունները, կոնկրետ կարամ նշեմ այս նարինջները, որը ես շատ հավանել եմ ու այդ միտքը միասին ենք քննարկել, այդպես։ Ինչպես ծնվեց գույն անգույնում ցուցահանդեսի գաղափարը եւ ինչ ոգեշնչում կա դրա ետևում։ Գույն անգույնում հենց շատ ուղիղ իմաստ ունի, որովհետև յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են անգույն իրավիճակներ, թվում է ուզում ենք արտասվել, արտասվում ենք, ուզում ենք այն որ լսած կլինենք, կորեմ գնամ։ Այս արտահայտությունն է գալիս հենց անգույն իրավիճակներից ու շատ հաճախ սկսում ենք մեղադրել դեպքերին, մարդկանց, եղանակին, դե ձմեռ է, դե մի խոսքով, բայց յուրաքանչյուր պարագայում մենք ինքներս մեզ համար կարող ենք ստեղծել գույներ, կարող ենք լավը զգալ, կարող ենք այո մեր անգույն աշխարհը ինքներս գունավորել։ Դրա համար ընդհանրապես պետք է ամենակարևորը հավատ եւ իհարկե ուժ, որը ըստիս հավատից կգա։ Առաջիկայում ինչ նորությունների կարող ենք սպասել Էլինե Պողոսյանից։ Ասեմ, մի ժամանակ եթե հարցնեիք, կասեի արվեստանոց, բայց քանի որ արվեստանոցը արդեն կա, ավելի շատ կուզեմ ստուդիայի ու սրահ վաճառատան ֆորմատ, այսինքն դա իրոք ինձ պետք է, դա նաև պետք է այն մարդկանց, ովքեր օգտվում են իմ աշխատանքներից, օրինակ ինձնից պատվիրում են հագուստ, կտավ, իրենք ուզում են այդ սրահ վաճառատունը նույն գալու եւ էլ ավելի մոտիկից կարծես դեմ առ դեմ տեսնելու են ամեն ինչ ես անում եմ։ Կարող եք առանձնացնել մեկ գույն, որն առանձնահատուկ է ձեզ համար ցուցադրված ստեղծագործություններից։ Հասկացա։ Երևի ամեն դեպքում ճիշտ է այսօր նարնջագույնը շատ չի, բայց ինձ նարնջագույնն է դուր գալիս, կան իմ աշխատանքներում նարնջագույն այսպես գույներ, ներկեր եւ այո կառանձնացնեմ նարնջագույնը ամեն դեպքում մեկ էլ մի առանձին նկար կառանձնացնեմ, դա կիտրոնի նկարն է կարմիր ֆոնի վրա, որը էլի նարնջագույն երանգներ ունի, այս տարբերակով։